Հայաստանում գրանցված մոտ 450,000 ավտոմեքենաների մեծ մասը դեռ ապահովագրված չէ։ Ժառանգություն կուսակցությունը կառավարությանն է ներկայացրել մի փաթեթ, համաձայն որի պահանջում է չեղյալ համարել մեքենաների պարտադիր ապահովագրության մասին օրենքը։ Դա կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարում է, գտնում է Ժառանգություն կուսակցության Գյումրիի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը։ Սահմանված ժամկետները եւս անհետ են, շարունակում է զրուցակիցս։ Ստիպողական բոլոր սուբյեկտներին փորձել ապահովագրել, դա իմ կարծիքով մարդու իրավունքների ոտնահարում է։ Ես չեմ հասկանում այս մեր տնտեսական, սոցիալական այս ծանր պայմաններում ինչ իմաստ ունի բոլորին ստիպել ուրեմն ապահովագրել, քանի որ դա էլի մարդու անձնական իրավունքներից մեկն է։ Ցանկացած քայլ անելիս պետք է կառավարությունը եւ ազգային ժողովը հաշվի առնում է ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը։ Այո, Հայաստանում այսօր կան հարուստ մարդիկ, օլիգարխներ, բայց ոչ բոլորն են ի վիճակի այդ ժամկետներում եւ այդ կները վճարել։ Այլ երկրների փորձը պետք չէ կիրառել նաև մեր հանրապետությունում, նշում է Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչը, ավելացնելով մեր քաղաքացիները նախ հնարավորություն չունեն ապահովագրելու իրենց մեքենաները այս ճգնաժամի պայմաններում։ Դա լրացուցիչ սոցիալական բեռ է։ Բացի այդ, օրենքի մակարդակով որոշ անձանց հնարավորություն է տրվում առանց հավելյալ ջանքերի խոշոր եկամուտ ստանալ։ Դա բյուջեն գումար լցնելու կառավարության կողմից մշակված հերթական, բայց սխալ քաղաքականությունն է, գտնում է Վահագն Հովհաննիսյանը։ Կները բավականին բարձր են ապահովագրման եւ հաշվի առնելով մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը հարմար չի սա այս պահին։ Երևի թե ժամանակը կա, որ կարելի է ստիպողաբար նաեւ ապահովագրել, բայց այս պահին այդ քաղաքականությունը իմ կարծիքով սխալ է։ Չգիտես ինչու լուրեր են տարածվում, թե պարտադիր ապահովագրության մասին որոշումը դեռ փոփոխություններ է կրելու, սակայն այդպես չէ, մեկնաբանում են ապահովագրական ընկերությունից։ Լուսինե Ալիխանյանի խոսքերով վարորդների անտարբերությունը կապված է ֆինանսական դժվարությունների հետ։ Դեռևս սպասում են։ Ում, ինչի, կոնկրետ պատասխան չեմ կարող տալ։ Իսկ գործընթացի ավարտին մնացել է ընդամենը 1 ամիս, սակայն գյումրեցի վարորդները չեն շտապում ապահովագրել իրենց ավտոտրանսպորտային միջոցները։ Շատերը անիմաստ են համարում կառավարության սույն որոշումը, վարորդներից ոմանք էլ ավելի շուտ նախընտրում են հրաժարվել մեքենա վարելուց, քան պահանջվող գործընթացին մասնակցելուց։ Եթե պարտադիր չէ, չէին կա։ Սորվել ենք առանց ապահովագրության, քանի որ 40 տարի մեքենա են վարում, մի հատ վտար չի եղել։ Mēs ժամանակ են տերոր թեմը նոր տարի, երեխեքին նոր տարեն ենք հարգերը տանք։ Դեմ ենք, կոնե ամիս եմ ժամկետ տան, մարդիկ նոր տարի են, հմի հավակել են, չունենք, հնարավորություն չունենք։ Ավտոն տնենք, տանիք հարաբարակ վառենք։ Փոխանակ ժողովրդի մասին մտածեն, փոխանակ թանկացման մասին մտածեն, որ թանկությունը ամեն ինչ թանկ է, դրել են սեղմեցնենք 89% սեղմեցրել են հարկ ուզեն։ Այդ հարգերը ծմեր է վարելիքի մասին մտածեն, որ գազերը թանկացրել են, ծմեր չեն կրա դուսկատեգից։ Ես վարեմ ավտոն ու չեմ ապահովագրեմ ավտոն։ Նշենք, որ հունվարի 1-ից առանց ապահովագրության մեքենա վարելու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար վարորդները տուգանվելու են 5000 դրամով, իսկ տարեկան կտրվածքով 50,000 դրամով։ Ավելին գծատերերն ու տաքսի սերվիսների տերերը իրենց մեքենաները ապահովագրում են վարորդների հաշվին։ Փայլակ Վարադյան, Տիգրան Գասաբյան, Gala News։